Հարց, որը արձագանքում է պատմության միջանցքներում։ Ինչու էին Ադոլֆ Հիտլերը և նրա ռեժիմը այդքան մոլի դաժանությամբ հետապնդում հրեաներին։ Այս ատելությունը, որի գագաթնակետը դարձավ Հոլոկոստը, ինքնաբուխ չէր։ Դա դարավոր նախապաշարմունքների, անձնական մոլուցքների, քաղաքական հաշվարկի և կեղծգտական գաղափարախոսության բարդ ու թունավոր խառնուրդ էր։ Սա հասկանալու համար մենք նախ պետք է ընդունենք. Հիտլերի ատելությունը հիմնված չէր որևէ իրական, բանական պատճառի վրա։ Դա գաղափարական կառույց էր, որը ստեղծվել էր կոնկրետ նպատակով։ Առաջին գործոն՝ թունավոր հող, հակասեմականությունը Եվրոպայում։ Հիտլերը չի հնարել հակասեմականությունը։ Նա աճել է մի հողի վրա, որը դարեր շարունակ ներծծված էր դրանով։ Գոյություն ուներ կրոնական հակասեմականություն։ Հազարամյակների ընթացքում քրիստոնեական Եվրոպայում հրեաներին մեղադրում էին Քրիստոսի խաչելության մեջ։ Գոյություն ուներ տնտեսական հակասեմականություն։ Միջնադարում հրեաները զբաղեցնում էին վաշխառության խորշը, ինչը ստեղծեց ագահ բանկիրի կարծրատիպը։ Եվ վերջապես, 19-րդ դարում հայտնվեց ռասայական հակասեմականությունը։ Սոցիալական դարվինիզմի գաղափարները խեղաթյուրվեցին, արիական ռասան բարձրագույն համարելու, իսկ հրեաներին սեմական, ստորին և մակաբուծական։ Հիտլերը յուրացրեց ատելության այս երեք ձևերն էլ։ Երկրորդ գործոն՝ ֆանատիկոսի ձևավորումը, Վիեննան և Մայն Քամփը։ Հիտլերի հայացքների ձևավորման առանցքային շրջանը նրա երիտասարդ տարիներն էին Վիեննայում 1908-ից 1913 թվականներին։ Այդ ժամանակ Վիեննան ազգայնականության և կատաղի հակասեմականության եռացող կաթսա էր։ Հիտլերը, այն ժամանակ դեռ չկայացած նկարիչ, անհագորեն կարդում էր պամֆլետներ և լսում քաղաքական գործիչների, ովքեր բացահայտ օգտագործում էին հակասեմականությունը։ Հենց այստեղ նա սկսեց ձևակերպել իր գաղափարը այն մասին, որ հրեաները ոչ թե այլ կրոն են, այլ առանձին, թշնամական ռասա։ Ավելի ուշ, իր Մայն Քամփ գրքում նա շարադրեց այս գաղափարախոսությունը։ Նա գրում էր, որ պատմությունը ռասաների միջև պայքար է, իսկ հրեաները վիրուս են, որը ներսից քայքայում է ազգերին։ Երրորդ գործոն՝ քավության նոխած ազգի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այս գաղափարախոսությունը կատարյալ սնուցող միջավայր գտավ պատերազմից հետո նվաստակված Գերմանիայում։ Ռազմական պարտություն ընդունելու փոխարեն աջ ազգայնականները, ներառյալ Հիտլերը, տարածեցին թիկունքին հարվածի առասպելը։ Այս տեսության համաձայն գերմանական բանակին դավաճանել են ներքին թշնամիները, սոցիալիստները, կոմունիստները և առաջին հերթին հրեաները։ Տնտեսական քաոսը և մեծ դեպրեսիան հուսահատության մթնոլորտ ստեղծեցին։ Հիտլերը այս հուսահատ ժողովրդին առաջարկեց բոլոր դժբախտությունների պարզ մեղավորին։ Ո՞վ է մեղավոր ձեր սովի համար։ Հրեաները։ Ո՞վ է մեղավոր պատերազմի պարտության համար։ Հրեաները։ Սա սուտ էր, բայց մի սուտ, որին շատերը ուզում էին հավատալ։ Չորրորդ գործոն՝ արյան և հողի գաղափարախոսությունը։ Նացիզմի հիմքում ընկած էր մի ամբողջ տիեզերայացություն, որի կենտրոնում ռասան էր։ Նացիստները հավատում էին արիական ռասայի գերազանցությանը։ Նրանց նպատակն էր մաքրել այս ռասան օտար տարրերից։ Այս հայացքների համակարգում հրեան արիացու բացարձակ հակապատկերն էր։ Եթե արիացին ստեղծագործ էր զինվոր, ապա հրեան ըստ նացիստների քոչով էր մակաբուծակ, քայքայող մտավորական։ Հինգերորդ գործոն՝ դավադրության տեսություն, հրեա բոլշևիզմ։ Հիտլերի համար երկու ամենամեծ սպառնալիքները՝ կոմունիզմը և միջազգային կապիտալիզմը, նույն հիդրայի երկու գլուխն էին, որը նա անվանում էր համաշխարհային հրեայություն։ Այն փաստը, որ բոլշևիկների որոշ առաջնորդներ ունեին հրեական ծագում, Հիտլերը օգտագործեց հրեա-բոլշևիզմի առասպելը ստեղծելու համար։ Նա պնդում էր, որ կոմունիզմը հրեական դավադրություն է։ Միևնույն ժամանակ նա մեղադրում էր հրեա ֆինանսիստներին համաշխարհային տնտեսությունը վերահսկելու մեջ։ Այն փաստը, որ այս երկու մեղադրանքները հակասում էին միմյանց, Հիտլերին չէր անհանգստացնում։ Եզրակացություն՝ գաղափարից մինչև ցեղասպանություն։ Այսպիսով, Հիտլերի ատելությունը հրեաների նկատմամբ մեկ եզակի զգացում չէր։ Դա նրա ամբողջ աշխարհայացքի անկյունաքարն էր։ Նա ժառանգել էր հին հակասեմականությունը։ Նա օգտագործել էր հրեաներին որպես քավության նոխած Գերմանիայի պարտության համար։ Նա ներդրել էր այս ատելությունը կեղծգիտական ռասայական տեսության մեջ, և նա վերածել էր դա պոլիտիկական գործիքի, զանգվածներին մոբիլիզացնելու և իր նպատակները՝ պատերազմ ու ցեղասպանությունը արդարացնելու համար։ Այս գաղափարախոսությունը գերմանացիներին տվեց պարզ թշնամի և մեծ առաքելություն՝ աշխարհի մաքրում։ Այն ինչ սկսվեց որպես այլանդակ գաղափար մեկ մարդու գլխում,
վերածվեց պետական քաղաքականության և վերջապես մահվան ֆաբրիկների։ Սրա ըմբռնումը նոր ոչ արդարություն է, այլ սարսափելի նախազգուշացում, թե ինչպես կարող են կործանարար գաղափարներ գրավել մի ամբողջ ազգ։